Մի կերպ լսեցի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի մոտ։ 10 տարի Հայաստանի Հանրապետությունը ղեկավարած Քոչարյանը ավելի շատ նման է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի Հայաստանում։ Ավելի շատ նման է իր ասած ռուս մուժիկի, քան հայ մարդու, Հայաստանի երբեմնի ղեկավարի, թե բա միակ տղամարդ։ Այդքան անթաքույց պաշտպանել Ռուսաստանի շահերը, այդքան անթաքույց Հայաստանը համարել Ռուսաստանի կամակատար կցորդ, որը իրավունք չունի վարել սեփական անկախ քաղաքականություն, որ հանկարծ Պուտին ձյաձյան չջղայնանա, այդքան անթաքույց պաշտպանել Ռուսաստանի հարձակումը եւ ագրեսիան Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ, այդքան անթաքույց ցույց տալ, որ Հայաստանը իր ընկալման մեջ ընդամենը տարածաշրջանում Ռուսաստանի քիփլիկ կաֆեն է, իսկ Հայաստանի ղեկավարները պիտի վազեն Պուտինին կոֆե դնելու, մնում էր ուղիղ տեքստով ասեր, իմ ընտրվելու դեպքում դառնալու ենք Բելարուս 2, ավելի ցածր արտոնություններով։ Այսքան ճորտ, այսքան ստրուկ, այսքան քիսաչի, այսքան վասալ։ Քոչարյանի հետևում կանգնած մարդիկ գոնե հասկանում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության սակարկման տակ, Հայաստանի Հանրապետության ճորտացման տակ իրենց յուղոտ ստորագրությունն են դրել, ու որ սեփական ժողովուրդը իրենց դա չի ներելու։ Ու հարցը այստեղ Փաշինյանը չէ, կամ մեկ այլ ֆիգուր, այլ հենց այն մարդը, որի հայեցակարգի եւ առանցքի շուրջ իրենք հավաքվել են։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները եւ էլեկտորատը լալահառաջ վանկարկում էին, որ Նիկոլը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ եւ դրանով դավաճանել հայ ժողովրդին։ Հապա ձեր վոժդի երեկվա հարցազրույցը հետ տվեք եւ լսեք, թե ինչ է ասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանության եւ հանգուցալուծման վերաբերյալ։ Ցիտում եմ. Ես միշտ կողմ եմ արտահայտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ խոսել միայն Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Ոչ մի մեր ղեկավար, ոչ երրորդ նախագահը, ոչ առաջինը, ոչ ես երբեք մեզ թույլ չենք տվել ասելու, որ Արցախը Հայաստան է։ Այսինքն ըստ ձեր վոժդի ունեցած քաղաքական պատկերացումների Արցախը այն է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պիտի ստանար ընդամենը որոշակի ինքնավարություն։ Ինչ հայկական Արցախից եք դուք խոսում։ Ինչ Արցախի հայկական լինել մնալու մասին եք դուք խոսում։ Այն էլ բուն Հայաստանը Ռուսաստանին հպատակեցնելու գնով։ Թարսիպես միայն Նիկոլ Փաշինյանն է զոր քանել եւ փորձել կռվել Արցախի հայկական տիրապետության տակ մնալու կամ անկախության ճանաչման համար։ Ոչ թե գտել, որ արցախցիների ինքնավարությունը մաքսիմալ հնարավորն է, ու այո, պարտվել ենք անհավասար ռազմաքաղաքական պայմաններում, որը ստեղծել էիք դուք, ոչ թե ընդամենը 2 տարվա իշխանությունը։ 2020 թվականին ի դեպ Փաշինյանի կառավարությունը 2 տարվա իշխանություն էր։ Որքանով է ճիշտ արել, որ կռվել է, երկար ու անվերջ կարելի է բանավիճել։ Ես էլ ունեմ դրա մասին իմ պատկերացումները եւ եզրակացությունները, բայց փաստը մնում է փաստ, որ փորձել է պահել Արցախը հայկական, մաքսիմալ հնարավորը չի համարել Ադրբեջանի դրոշի տակ արցախցիների ինքնավարություն ստանալը եւ այն, ինչ կորցրել է եւ կորցրել ենք կռվով, ոչ թե ձեր նման թուղթ ու թանակով, առանց պայքարի։ Իսկ ձեր վոժդի հայտարարությունը Հայաստանի գլխավոր հեռուստաընկերության տաղավարի ծառայում, որ Հայաստանն է հրահրել 44-օրյա պատերազմը, ուղղակի նվեր է Ալիևին եւ Էրդողանին։ Ավելի մեծ քաղաքական աջակցություն այդ պետություններին այս համատեքստում անհնար է մտածել անգամ։ Ուր մնաց տալ։ Ու դուք խոսում եք այն մասին, թե Ալիևին ու Էրդողանին ծառայում է Փաշինյանը։ Ու դուք թուրքեր եք անվանում իշխանությանը աջակցող մարդկանց։ Հապա իմի բերեք, թե ով է ամենաշատը իր հայտարարություններով պարզաջրում ուժով Արցախը թուրքականացնելը, ինչ որ արեցին։ Ու ընդհանրապես, եթե Արցախը Հայաստան չէր, եւ պայքարը միայն Ադրբեջանի դրոշի տակ արցախահայերի ինքնավար ապրելու համար էր, հաշիվ տվեք ձեզ, թե ինչ եք դուք արել բուն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայկական սփյուռքի, հազարավոր հայ 18-ից 20 տարեկան տղերքի եւ հենց արցախահայերի հետ։ Ձեր վոժդին բզեք, թող քիչ խոսի։ Ձեր փչած բոլոր քարոզչական փուչիկները հերթով գմփացնում է։ Ընտրություններին 5 պակաս, սեփական բերանով։ Ու ոչ մի էմոցիա։ Չոր փաստեր։
Ու որքան շատ է Ռուսաստանի Դաշնությունն իր տեղական մանկլավիկներով շանտաժի լեզվով խոսում Հայաստանի ժողովրդի հետ, այնքան ավելի մեծ ու պինդ հակազդեցություն է գեներացնում յուր նկատմամբ։ Խոսեք տիկնայք եւ պարոնայք, շարունակեք խոսել, լավ էլ գործի եք։ Ձեզնից ավելի արդյունավետ ոչ ոք չի սնում Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինքնիշխանության ձգտումները։ Հունիսի 7-ին քվեով մրթներից շրխկան թաթալոշ եք ուտելու, վստահ եմ։ Facebook-յան իր էջում գրում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Մինչև 2021 թվականը մեր սպառազինության 96%-ը գնվում էր Ռուսաստանից, այն էլ հիմնականում օգտագործված զենք էր։ Հայաստանը դրա դիմաց վճարել է, չնայած դա միշտ ներկայացվել է որպես մեծ եղբոր նվերը, բայց դա անպետք ջարդոն էր, որի դիմաց ամեն դեպքում մենք վճարում էինք միլիոնավոր դոլարներ։ Իսկ վճարման սխեման հիմնականում սա էր. Ռուսաստանը Հայաստանին տրամադրում էր միջպետական վարկ, բավական բարձր տոկոսով, այդ վարկային գումարով մենք վճարում էինք ռուսական երկաթի ջարդոնի դիմաց, այսինքն մի գրպանից գումարը տալիս էին և միանգամից դնում մյուս գրպանը, ահռելի տոկոսների հետ միասին։ 2021 թվականից հետո շուրջ 400 միլիոն դոլար ենք վճարել, բայց զենքը այդպես էլ չի մատակարարվել։ Դե, թվում է հիմնավոր պատճառներ կային, չունեն, չկա, Ուկրաինայում են եւ այլն։ Չէին մատակարարում, բայց նաեւ չէին թողնում գտնել այլընտրանքներ։ Փաստենք, 2021 թվականին Հայաստանը ԵՄ չէր գնում, որևէ քայլ առանց ռուսների համաձայնության չէր արվում, բայց դա չէր փրկում մեզ, պարզապես ասում էին ինքնասպան եղեք։ Հիմա բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանը դավաճանել է Դաշնակցին եւ այլն, պարզապես պնդում են, որ Հայաստանը պետք է ինքնասպան լիներ, այնքան ջլատվեր, որ ծվեն ռուսները բաժանեին եւ իրենց հարցերը լուծեին տարածաշրջանում մեզնով վճարելով։ Սա է ձեր ասածը, հարգելի Պուտինապաշտ հայրենասերներ։ Այսօր Հայաստանի սպառազինությունների ավելի քան 94%-ը գնվում է այլ երկրներից։ Իսկ ոխերիմ դաշնակիցը մռնչում է մի բանի համար, որ ինքնասպան չեղանք, որ հերթական անգամ մանրադրամ չդարձանք իր ձեռքում։ Ընդ որում, վերջին 20 տարիների ընթացքում ըստ խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցների, Ադրբեջանի սպառազինության գնումները մշտապես գերազանցել են Հայաստանին 20-ից 50 անգամ։ Facebook-յան իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։